Հիմա ես ցույց կտամ մի վիդեո, որը ուղիղ ապացուցում է, թե ինչու պետք է Հայաստանի դպրոցները եւ կրթական համակարգը բուլդուզերով քանդել։ Որ դեպքում է երկրորդական նախադասությունը միանում ով հարաբերական դերանունով, որ դեպքում որ հարաբերական դերանունով։ Թարգմանեմ։ Հարցնում է, որ դեպքում են ասում որ դեպքում են ասում ով։ Երբ ունենում ենք որոշի ստորադաս նախադասություն, այդ դեպքում միանշանակ միանում Որոշիչ ստորադաս նախադասություն։ Սա տերմին է, լեզվաբանական տերմին, որը պետք չի ոչ մեկին աշխարհում, բացի հայոց լեզվի նեղ մասնագետներից։ Դա նույնն է հիմա, որ ես ձեզ երաժիշտ եմ, ես ասեմ սոնատային ալեգրո։ Դու գիտեք սոնատային ալեգրոն ինչ է։ Դա տերմին է։ Ոչ մեկին պետք չի տերմիններ իմանալ։ Այ երեխեքի գլուխը լցնում են sense հիմարություններով, հետո զարմանում են ասում, բա երեխեքը քիչ են ուզում հայերեն սովորեն։ Բա ոնց է ամբողջ ազգը սխալ է խոսում։ Ամբողջ ազգը ճիշտ կխոսեր, եթե այս ձևի հիմարություններով չսովորացնեին երեխեքին հայոց լեզուն։ Ուղղակի օրինակների վրա բացատրեին։ Որոշիչ ստորադասական նախադասություն։ Թքել եմ ես այդ տերմինի վրա։ երկրորդական նախադասությունը գլխավորին, որ հարաբերական դերանունով, եզակի թե օգնակի ըստ անհրաժեշտության։ Ուրեմն այս նախադասությունը, պատվարժան հարգարժան պրոֆեսորա, այս նախադասությունը ընդհանրապես սովորական մարդու ուղեղը ի վիճակի չի հասկանալ։ Առավել եւս երեխաների ուղեղը ի վիճակի չի հասկանալ։ Պետք էլ չի, ուղեղը հրաժարվում է այսպիսի հիմար նախադասություններ հասկանալուց, որովհետեւ սա տեխնիկական տերմինոլոգիայով լցված ապուշ նախադասություն է։ Սա պետք է այս պրոֆեսորի նման 5 հատ պրոֆեսոր իրար հետ նստեն, իրար հետ իրենք խոսան։ Դուք տեսել եք, երբ որ մի նեղ մասնագիտության, ասենք, մասնագետները նստում իրար հետ բան են խոսում։ Դուք կողքից նայեք, լսեք, բան չեք հասկանա, որտեղ իրենք մասնագետ են։ Մասնագետը մասնագետի հետ երբ որ խոսում է, դա նորմալ է։ Բայց երբ որ մասնագետը գալիս է երեխեքին կամ ժողովրդին տես բաներ է ասում, դա վիրավորական է, դա չի կարելի։ Դա այս վիդեոյի տակ էլ լիքը մարդ Ծափատալի ասում է վայ պրոֆեսոր ջան, ես ինչ խելացի պրոֆեսոր ես։ Որոշիչ ստորադաս նախադասությունները միանում են, չգիտեմ ինչով։ Աղջիկը, որ դաս է պատասխանում, գրավել է իմ ուշադրությունը։ Աղջիկը, որը դաս է պատասխանում, որպեսի ստուգի որևէ մեկը, ավելացնում են կարեստականորեն այն հարաբերյալը։ Հիմի որ այդ հարաբերյալ բառը չասեր։ Այդ տերմինն էլ չօգտագործեր։ Ինչ կլներ, աշխարհը փուլ կգար։ Որպեսի օգնի օժանդակի այս հարցին եւ երևա որ այստեղ մենք ունենք որոշի ստորադաս նախադասություն այն աղջիկը, որը դաս է պատմում, սակայն երբ գլխավոր նախադասության մեջ ունենում ենք նա հարաբերյալը արտահայտված անձնական դերանունով, այսպիսի դեպքերում մենք ունենում ենք ով դերանվան կիրառություն։ Նա կարող է ցանկացած հոլովաձևով գործածվել, եզակի եւ օգնակի թվերով։ Հիմա որ այսքան է խրթին տուֆտությունների փոխարեն ուղակի դասատուն աշակերտներին ասի, որ եթե ասում են աղջիկը, որը քիչ առաջ մտավ սենյակ, իմ ընկերուհին էր օրինակ։ Ոչ թե աղջիկը ով, այլ աղջիկը որը։ Աղջիկը որը, տղան որը, պրոֆեսորը որը, չգիտեմ ով, որը, բայց երբ որ օգտագործում եք նա, նայից հետո օգտագործում եք ով։ Նա ով տուֆտում է այս վիդեոյում, պրոֆեսորը։ Տղան, որը տուֆտա հարցեր է տալիս պրոֆեսորին, եսիմ ով է, հասկանում եք։ Կարելի է հայերեն սովորացնել առանց հիմար դեբիլ աննասուն տերմիններ, ասես խոթելու մարդկանց գլուխը։ Ես ձեզ ամենեն լրջությամբ եմ ասում։ Սա ինչ ասեմ, ինչ անուն տամ։ Սա հայոյանքից վատ է։ Սա, այս ինչ որ դուք այս վիդեոն դնում եք, սա հայոյանքից վատ է։ Այսպես հնարավոր չէ սովորել լեզու։ Այսպես հնարավոր չէ ազգին կրթել, ստիպել որ խոսի գրագետ։ Ամբողջ ազգը խոսում է անգրագետ։ Ամեն երկրորդ բառի մեջ սխալներ են անում։ Ինչու? Որովհետև սովորացնում են այսպես էշ մեթոդներով։ Սա մեթոդ չի, սա բռնաբարություն է։ Այս մարդկանց ընդհանրապես մեր կրթական համակարգի հեղինակներին պետք է դատի տալ բռնաբարության հոդվածով։